Բարև Հայր ջան, ես խոստացել էի, որ թուրքական շտապօգնության մեքենայի Հայաստան մուտքի հարցը չի մնալու օդում։ Ես խոստացել էի, որ այս հարցը պետական մակարդակով բարձրացվելու է ու առանց հույզերի, առանց էմոցիաների, բայց ամբողջ պատասխանատվությամբ։ Դուք հիշում եք, որ 3 տարբեր կառույցների ուղարկեցինք հարցադրումներով դիմումներ, մեկը առողջապահության նախարարություն, մեկը ԱԱԾ, մեկն էլ ՊԵԿ, պետական եկամուտների կոմիտե։ Առաջինը պատասխանեց ՊԵԿ-ը ու կարծում եմ չպետք է շտապեր պատասխանով, այլ պետք է աշխատեր պատասխանի բովանդակության վրա։ Բայց եկեք ամեն ինչ հերթով, հիմա մի հատ ծանոթացեք ՊԵԿ-ի ուղարկած թերի ու համարը բան չասող պատասխանի հետ, որից հետո կշարունակենք։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե 2025 թվական Լուիսի բանակ ռազմահերենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Արայանին, ի պատասխան 19-12-2025 թվականի թիվ K42620-2025 գրության։ Հարգելի պարոն Արայան, տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի այսուհետ օրենսգիրք 9-րդ հոդվածի համաձայն 1. Բոլոր անձինք հավասար հիմքերով օրենսգրքով կամ օրենսգրքին համապատասխան սահմանված կարգով եւ պայմաններով միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելու իրավունք ունեն։ 2. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության, օրենսգրքին համապատասխան։ Ձեր կողմից նշված տրանսպորտային միջոցը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին պետական սահմանի Բավրայի անցման կետում ձևակերպվել է ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերով, որը նույն օրը փակվել է պետական սահմանի Բագրատաշենի անցման կետում եւ տրանսպորտային միջոցը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Մաքսային մարմինները օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել են մաքսային հսկողություն, մասնավորապես տրանսպորտային միջոցի զննում եւ տեսազննում, մաքսային օրենսդրության խախտումներ չեն հայտնաբերվել։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702N որոշման համաձայն պետական սահմանը հատող անձանց եւ տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Հարգանքով պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյան։ Փաստորեն ինչա ստացվում։ ՊԵԿ-ը հաստատում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստան է մտել հենց թուրքական շտապօգնության մեքենա։ Հիմա մինչև ՊԵԿ-ի պատասխանի հաջորդ կետերին անցնել է մի հատ հարց տամ են իրանց մոզգի տեղ դրած որոշ երևույթներին։ Այն որ ասում էին ինչ Թուրքիա, այդ կարմիր մահիկն է հանգստացեք բան։ Բա հիմա ինչ կասեք արա։ Ձեր ՊԵԿ-ը հաստատում է, որ շտապօգնության մեքենան Թուրքիայի պետական ծառայության մեքենա էր, ոչ թե կարմիր մահիկի։ Սա ձեզ պատճառ, որ հանրությանը մոլորության մեջ գցելու համար նույն ձևի հանրային ներողություն խնդրեք, ու ներողություն խնդրեք նրա համար, որ նախ դուք տգետ եք, երկրորդը անպատասխանատու եք, ու երրորդն էլ, որ դուք այլևս հավատալու մատերիալ չեք, քանի որ մատներդ եսին որտեղից հանում ու գոռում եք, որ դա թուրքական մեքենա չէր, հանգստացեք բան։ Այսինքն դուք փաստացի հնարավոր վտանգը կոծկելու ընդունակ, ազգային անվտանգությունը խափանելու պատրաստ հակապետական ու անհիմն չակերտավոր կեղծ փաստեր հանրային հրապարակող անպատասխանատու էլեմենտներ եք։ Սա թող հստակ իմանան նմանների հետևորդներն ու դադարեն ամեն մի տեսախցիկ ու ինտերնետ կապ ունեցող անպատասխանատուի ականջները կախ լսելը։ Այդ տենց։ Հիմա անցնենք ՊԵԿ-ի կիսատպրատ պատասխանեն։ ՊԵԿ-ի պատասխանը էապես թերի է, ձևական է ու իրանց լիազորություններին ամբողջությամբ չհամապատասխանող։ Նայեք ինչ արել ՊԵԿ-ը իր պատասխանով, հաստատել է մուտքի ու ելքի օրն ու կետերը Բավրա ու Բագրատաշեն, նշել է, որ ձևակերպվել է ժամանակավոր ներմուծման մաքսային օրդերով, արձանագրել են, որ իրականացվել է զննում ու տեսազննում, ու մեկ էլ հաստատել են, որ մեքենան այլևս Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Սրանք փաստական նվազագույն տվյալներ են։ Հիմա նայեք ինչից են խուսափել, ամենակարևորը։ ՊԵԿ-ը չի պատասխանել իմ հարցերի առանցքային բովանդակությանը, մասնավորապես
չի նշել մուտքի նպատակը, բժշկական տեղափոխում էր թե այլ, չի նշել եղել է արդյոք հիվանդ թե չէ, չի նշել եղել է բժշկական ուղեգիր կամ պաշտոնական հրավեր, չի պատասխանել բեռի մասին ուղված հարցին, ինչա տեղափոխվել, եղել է արդյոք որևէ դեղ սարքավորում կամ փաթեթ, մեկ էլ կազմակերպվել է արդյոք մաքսային հայտարարագիր, չի պատասխանել թմրանյութերի, արգելված նյութերի ստուգման մասին հարցին, չի նշել ԱԱԾ-ի հետ համատեղ ստուգման մասին ոչ մի բառ, ՊԵԿ-ը փորձել է պատասխանատվության մի մասը փոխանցել սահմանային զորքերին, այն որ հղում անում 702 N որոշմանը, ինչը տվյալ հարցի էությանը չի վերաբերվում։ Այսինքն այս պատասխանով ՊԵԿ-ը գործել է ոչ թե որպես հանրային վերահսկողության բաց պետական մարմին, այլ որպես ձևական հաշվետվություն տվող վարչական օղակ, որը շրջանցել է ազգային անվտանգության զգայուն հարցերը, չի տվել սպառիչ տեղեկատվություն, չի հիմնավորել իր գործողությունները փաստաթղթերով ու չի ապահովել հանրության վստահության նվազագույն շեմը, ու այս պետական կառավարման տեսանկյունից շատ վատ նախադեպ է ՊԵԿ։ Դրա համար ես հիմա որպես օրինակ, որ համ սովորեք, համ էլ մեզ ուրիշ մեկի հետ այլևս չշփոթեք, կխոսամ ոչ թե ձեր այդ ձևական բառերով, այլ պետական մտածողությամբ։ Ուրեմն նայի ՊԵԿ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար ու որպես ազգային անվտանգության հարցերով մտահոգ մարդ, ձեզ տվել էի հստակ, հասցեական ու օրինական հարցեր։ Ու հիմա ստիպված պետք է արձանագրեմ հետևյալը. ՊԵԿ-ը չի պատասխանել հարցերի էությանը։ Չկա պատասխան, թե ինչ նպատակով էր մեքենան մուտք գործում Հայաստան, եղել է հիվանդ թե չէ, եղել է արդյոք բժշկական ուղեգիր, ինչա տեղափոխվել այդ մեքենայով, իրականացվել են արդյոք թմրանյութերի կամ արգելված նյութերի հատուկ ստուգումներ ու իրականացվել է արդյոք ԱԱԾ-ի հետ համատեղ անվտանգության ստուգում։ Այս հարցերը ոչ թե հետաքրքրասիրություն են, այլ պետական անվտանգության նվազագույն պահանջ։ Ու հիմա ՊԵԿ-ի պարոնայք Հայաստանի Հանրապետության սահմանը պարզապես մի հատ գիծ չի քարտեզի վրա։ Այդ մեր պետականության սահմանն է, որի գոյության շնորհիվ է, որ դուք համարվում եք տվյալ պետականության պաշտոնակար անձիկ։ Երբ թուրքական պետական համարանիշներով շտապ օգնության մեքենան մուտք է գործում Հայաստան, հանրությունը իրավունք ունի ստանալու ոչ թե ընդհանուր ձևակերպումներ, այլ ամբողջական ճշմարտություն։ Պետական մարմնի պարտականությունն է ոչ թե թաքնվել օրենսգրքի հոդվածների հետևը, այլ ապահովել վստահություն, թափանցիկություն ու անվտանգություն։ Ու հիմա ստիպված նույն հարցերի պատասխանները ստանալու համար ավելի կոնկրետ պահանջներով դիմումը նորից կուղարկվի ձեզ ու դուք պարտավոր եք հանրությանը տալ բոլոր հարցերի փաստարկված պատասխանները։ Ու եթե նորից փորձեք շրջանցել, ապա նորից ու նորից ստանալու եք նոր հարցադրումներով դիմումներ։ Հայ ժողովրդին մի հասցրեք որոշ պաշտոնյաների հեռացման հանրային պահանջին։ Ես այս թեման փակված չեմ համարում։ Այս էլ առաջի պատասխանն է։ Առաջիկայում սպասում ենք նաև ԱԱԾ-ի ու առողջապահության նախարարության պատասխաններին ու հորդորս ու խնդրանքս է, որ ոչ ԱԱԾ-ն, ոչ էլ առողջապահության նախարարությունը չնմանվեն ՊԵԿ-ին ու չտան sense թերի պատասխան, որ ստիպված չլինենք նորից ու նորից դիմումներ ուղարկել ու նորից սպասել պատասխանների։ Պետք եղավ ամեն դիմումի մեջ ընդհանրապես մի հարց կներկայացնենք, որ ոչ մեկ խուսափելու ճանապարհ չունենա։ Չնայած ասեմ, որ պետական նման կառույցների համար խուսափողական պատասխանները իրականում ամոթալի են, այն որ զուտ ամոթ է, հասկանում եք։ Ունես չի, որ վաղ թե ուշ պատասխանները չենք ստանալու, բայց ավելի լավ է առանց sense թերի ամոթալի փորձերի դա լինի, որովհետև ոնց տենում եք, մեր այդ խուսափողական ու բուն էությունը շրջանցող խաղերը չեն անցնում։ Ու հայր ջան, վստահեցնում եմ ձեզ, այս հարցը չի մոռացվելու, չի փակվելու ու չի ծածկվելու այս ձևական պատասխաններով։ Մենք այս հարցադրումները ինչ որ դիվիդենդների համար չենք արել, մենք իրոք մտահոգ ենք մեր ազգային անվտանգությամբ ու թող բոլորը հիշեն, որ Հայաստանի անվտանգությունը սակարկման առարկա չի, սա թող բոլոր կառույցները իմանան։ Ու հայ ժողովրդի արժանապատվությունն էլ երկրորդական թեմա չի։ Ու ով չգիտի տեղեկացնեն, որ թե Լուիսի բանակը, թե ես անձամբ մենք ստեղ ենք, որ մեր սահմանները պահվեն ինչպես զենքով,
տենց էլ պետական մտածողությամբ ով զուրկ է այդ մտածողությունից կսովորացնենք, նենց որ ՊԿ իր նոր հարցադրումներով դիմումը շուտով կստանա։ Մյուս կառույցներից էլ դեռ սպասում ենք պատասխանների։ Կարծում եմ ընդհանուր մեր պահանջը արդեն պարզ է ու այս թեմայով խոսալու այլևս առիթ չեմ ունենա։ Լույսի բանակը ռեալ կազմակերպություն է, ոչ թե օնլայն ինչ-որ հարցադրումների արդյունք։ Ու երբ որ հարց ենք տալի պետական կառույցներին, ես չգիտեմ վաղը ինչ առիթով ու ում կդիմենք։ Ես խնդրում եմ հաշվի առնել, որ Լույսի բանակը ռեալ կազմակերպություն է ու երբ տալիս ենք կոնկրետ հարցեր, մենք տալիս ենք դրանց կոնկրետ պատասխանների, ոչ թե շրջանցումների, խուսափողական չգիտեմ ինչերի եւ այլն։ Սա կարծում եմ այլևս Լույսի բանակի ու բոլոր պետական կառույցների մեջ կլինի հստակ պայմանավորվածություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Ու ՊԿ-ի նոր դիմումն էլ երբ որ ուղարկվի, եւս հանրային կտեղեկացնեմ։ Դե ընթացիկ էլ սպասում ենք ԱԱՑ-ի ու ԱՆ-ի պատասխաններին։ Այսօրվա համար այսքանը հայր ջան, լավ մնաք ու Աստված օրհնի բոլոր էությամբ հայերին բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրին։